Bats է։ Ոնց է։ Յակը։ Ոնց է։ Ողջույն։ 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 Արսեն այսօր մենք հյուր ունենք։ Մեր հյուրը պարոն Թոնի Պողոսյանն է, մասնագիտությամբ իրավաբան եւ Գլենդելի քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամի տեխնացու։ Ողջույն պարոն Պողոսյան, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Շնորհակալ եմ, խնդրում եմ ինձ Թոնի ասեք Դավթյան եւ փոխադարձ շատ շնորհակալ եմ։ Սիրո։ Երկու բառով Թոնի, խնդրում եմ նախ պատմի քո մասին, որտեղ ես ծնվել, ինչ կրթություն ես ստացել, քո մասին, որ մարդիկ մեր դիտողները կարծիք կազմում։ Ըստ եմ շատերը ճանաչում են, բայց ովքեր չգիտեն կարծիք կազմում։ Հակվիրք ոնց որ քո անցած ճանապարհ։ Շատ սիրով։ Նախապարտեմ որ Երևանում եմ ծնվել, 9 տարեկանից ընտանիքով եկել ենք Միացյալ Նահանգներ, սա շատ տարիներ առաջ էր։ Եթե մեղր չթաքցնեմ 1979 թվին։ Մեծացել եմ Լոս Անջելես քաղաքում, սովորել եմ Լոս Անջելեսի public դպրոցներում, իհարկե դրանից հետո համալսարան, իրավաբանական դպրոց, մոտ 26-27 տարի է իրավաբան եմ, ունեմ իմ գրասենյակը, որը շատ հաջող եւ շատ professional աշխատավայր է, եւ իհարկե Glendale College-ում ես դասավանդել եմ մոտ 7 տարի, եւ ինձ թվում է դրանից է ցանկումը սկսել իմ մեջ, որ նորից փորձեմ օգնել եւ հասնել եւ ներդրում անել մեր դպրոցի եւ քոլեջի համակարգին։ 7 տարվա փորձ ունեք։ 7 տարի, այո, professor, business line դասընթացը եւ այնքան հաճելի էր, որ մեր երիտասարդներին, հատկապես մեր հայ քոլեջի ուսանողներին կարողացել եմ ու ըստ մեծ ծանոթ եք այդ բանը, որ երիտասարդին կարողանում մեզ քաջալերել, որ ինքը կարող է անի ինչ որ նպատակ ունենա։ Եվ շատ ուսանողներ ես իրոք չեմ ուզում շատ ինձ գովաբանեմ, բայց շատ ուսանողներ շատ եմ օգնել, որ այդ ճանապարհը ընտրեն եւ լավ բաների հասնեն։ Թոնի, երկու բառով խնդրում եմ ներկայացնես այդ պաշտոնը հոգաբարձությունների խորհրդի անդամի պաշտոնը, դրա կարևորությունը եւ երկրորդ դրա գործառույթը, այսինքն դուք այսօր ձայն եք խնդրում համայնքից, որպեսզի նշանակվեք ընտրվեք այդ պաշտոնում, ինչն է հիմնական գործառույթը ձեր լինելը։ Այո, խորհրդի անդամը բաղկացած է 5 անդամներ, որոնք լուրջ կարևոր որոշումներ են անելու քոլեջի ֆինանսական դասընթացների curriculum բաջերի նման տարբեր հարցերում շատ կարևոր դեր է կատարում։ Եթե համեմատենք այսպիսի մի բան է, քոլեջի ադմինիստրացիան իր պրեզիդենտով, եթե ասենք պրեզիդենտ, խորհրդարանը լինում է ոնց որ կոնգրես, այսինքն իրար հետ համատեղ աշխատելով քոլեջի բոլոր հարցերի մեջ զբաղվում ենք եւ ներդրում ենք անում մեր մոտեցումները, որն է ճիշտ, ինչն է ուսանողների համար ամենակարևորը, ինչպես անել, որ ուսանողները ճիշտ ձևով կարողանան շարունակեն իրենց կրթությունը։ Քանի տեխնացու այն մասը, որի համար ես եմ մասնակցում, այսինքն երրորդ area-ն է, կոչվում է area 3, ուրեմն Glendale-ի հյուսիս-արևմտյան հատվածը։ Եթե պատկերացնեք, Glendale քաղաքը բաժանված է 5 մասի, եւ ամեն մի մասը մեկ խորհրդի անդամ պիտի ներկայացնի։ Ուրեմն այդ մասը, որի համար ես եմ մասնակցում, երրորդն է, պատկերացրեք Pacific փողոցով վերևից իջնել հարավ դեպի մինչև 134 Speedway-ը եւ գնալ դեպի արևմուտք մինչև Burbank-ի սահմանը։ Այդ քառորդ մասը Glendale-ի տարածքն է, որի համար ես եմ մասնակցում, կա եւս մեկը ընդդիմադիր, որը նաեւ նույն պաշտոնի համար մրցակցում է։ Այսինքն երկու հոգի։ Այո։ Մյուս տեխնացիները հայ,
Մյուս տեխնացուն հայը, բայց ես ուզում եմ ասեմ, որ առանց պատաբանելու, ես կարծում եմ, որ բավական վստահ եմ, որ մեր հայ համայնքի շահերը եւ կարևոր խնդիրները ես ավելի լավ կարող եմ առաջ բերել, առանց ավելորդ ինձ գովաբանելու ուղղակի դրանով վստահ եմ ուզում եմ դա ասել։ Նախ հարցից օգտվելով մյուս տեխնացուները ասենք, որ ցանկացած ժամանակ կարող եք գալ մեզ հետ զրույցի, հրավիրել։ Մյուս հարցը, որ կուզեմ Թոնի միասին քննարկենք, այ կրթության նշանակությունը, կարևորությունը բոլորս հասկանում ենք, բայց ժամանակակից աշխարհը մի տեսակ արդեն ուրիշ ճանապարհով է գնում։ Եվ վտանգ կա, որ այսօր քո սովորած մասնագիտությունը 4 տարի հետո կարող է ուղղակի վերանա աշխարհի երեսից, պետք չլինի։ Այ այս դժվարության մեջ, այս կրթական խելագար հոսքի մեջ, այ ո՞րն է լինելու ձեր դերը, թե որպես նախկին ուսուցիչ, թե որպես արդեն հոգաբարձուների խորհրդի անդամ։ Շատ հետաքրքիր հարց է, գիտեք, այնքան լայն հարց է, եւ չեմ կարող ձևացնել, որ պատասխանները ունեմ ամբողջովին, բայց մի քանի մտքեր ունեմ, ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Առաջինը, արհեստական բանականություն իրոք սկսում է գերիշխել բոլոր բնակավարները։ Դա տեսնում եք, ակնհայտ է։ Բայց մարդկային ֆակտորը, այսինքն այդ ամենի հիմքը, որ լինում է մարդ, ինձ թվում է դա շատ դժվար է պատկերից հանել։ Այսինքն արհեստական բանականությունը կարող է խնդիրներ լուծել, բայց առանց հեղինակը, առանց սկիզբը մարդ չլինելով, ինձ թվում է չի կարող, ուղղություն չի լինի։ Օրինակ, իմ բնակավարում իրավաբանը վերլուծում է օրենք, փաստեր եւ ինչ որ խնդիր է լուծում։ Հիմա արհեստական բանականությունով կարելի է, չէ՞, որոշ հարցեր քննարկել վերլուծել, վերլուծել։ բայց վերջում պետք է մեկը պատասխանատու լինի, չէ՞։ Մեկը պետք է ասի ես որպես իրավաբան հավաստիացնում եմ, որ այս արգումենտը կամ այս հարցը այսպես պետք է ընդառաջվի դատարանում։ Եթե դա չլինի, եւ մի հատ abstract ձև մտածենք, մի հատ կոմպյուտերից մի հատ արհեստական ինչ-որ մի վերլուծում վերցվի ու օգտագործվի դատարանում, նախ այդտեղ լեցուն սխալներ են լինում, եւ դրանից հետո, եթե սխալ լինի, պատասխանատուն ով է։ Պատկերացնում եք, նույն ձևով ասենք բժշկություն։ Ես դա պատկերացնում եմ, բայց մի հատ էլ sense բան ասեմ։ Արհեստական բանականությունը դեռ ինքը ոնց որ նոր է։ Չեք կարծում, որ մի քանի տարի հետո դա էլ պետք չի գա, այսինքն այնքան ինքը կբարգավաճի, այնքան առաջ կգնա, որ անգամ այդ մարդու միջամտումը չի լինելու, ու անգամ ես մտածում եմ, որ դատավորները կարող է լինի AI դատավոր։ Այսինքն ինքը փաստերով դու ներկայացնես, ինքը որոշում կայացնի առանց մարդկային այդ ինչ-որ խղճի կամ ինչ-որ, կարող է դատավորը ուղղակի խղճա, ինչի օրենքը շրջանցի։ Չեք կարծում, որ կարող է այդ ժամանակը գա, դա պետք չլինի։ Այսինքն տենց գնա, որովհետև ես տեսնում եմ, տենց է գնում, բայց վերջերս էլ մի հատ ֆիլմ կար, Mercy կոչվում, հենց այդտենց Լոս Անջելեսն էր նկարած, ու դատավորները բոլորը արհեստական բանականություններ, այդ լրիվ ինչ ասում, այդտենց է կապվում։ Ոնց որ ապագան չի ստալի։ Այո։ Արսեն ջան, այդ վեկտորը կարող ենք վերցնենք եւ տանենք ծայրահեղ մի պահի, որտեղ մենք որպես մարդիկ այլևս պիտանի չենք։ Ու այդ խնդիրը վտանգը կա։ Բայց նույն ժամանակ էլ եկեք այսպես նայենք, ես չեմ ասում, որ անհնար է դա լինի։ Ես ասում եկեք չմոռանանք մարդկային ֆակտոր, այսինքն օրինակ, որևէ գործի մեջ եթե դու հաջողում ես, դու պատրաստ ես, օրինակ դու ինքդ պատրաստ ես թույլ տաս մի հատ պրոգրամ քո ամեն բիզնեսի բնական ամեն ինչ անի, եւ դու կոպիտ ասած տանը նստես ու ասես անունը դնես, որ դա բիզնես է։ Ինչ որտեղ մարդը ուզում է ինչ որ ձևով հեղինակությունը պահպանի եւ ինչ որ ձևով control ունենա։
Իհարկե, եթե ապագան մի բան կա, որ այլևս control չկա, այսինքն արհեստական բանականությունը մեզ մի կողմ է շպրտել եւ արդեն ինքն է որոշում, դա դաժան օր կլինի, բայց այդ վտանգը կա, բայց հույսն է, որ մարդիկ եւ նույնիսկ օրենքի բնագավառում թույլ չտան դրան։ Դրա համար օրինակ այսօր իմ մասնագիտությունը այնքանով է կարևոր, որ օրենքների վրա աշխատեն, որ սահմաններ լինեն եւ կանոնի գծեր լինեն, թե ինչքան կարող է արհեստական բանականությունը գերիշխի մարդկանց աշխատանքների Այդ է որը ծաղրի գծերը գնա դրվի դրանից ավել չկարողանա։ Բայց ես թվում է դա էլի ժամանակի Գիտես ասեմ, հետաքրքիր բան ես ասում եւ իմ կարծիքով լավ ու վատ դատավորը ո՞րն է լինում։ Ձեն երկու դատավոր են, դե պարզապ հիմնական խնդիրները հանում են կաշառակեր չեն, գիտեմ, տեկել չեն, եսիմի չեն։ Երկու դատավոր են։ Ես զգում եմ Դավիթը ուրագանում ու դուրս գալիս է շարունակի, այո։ Երկու դատավոր են եւ ոչ թե զուտ օրենքի կիրառումը, որ այս դատավորը լավն է, երկուսն նույն օրենքը կարծած նույն բանը հասկացել են։ Լավ ու վատն է, որ այս մի դատավորը նայեց այս հանցագործի աչքերի մեջ եւ հասկացավ, որ սրան պետք է դատել, եթե տված է 3-ից 5 տարի, դատել 3 տարի 6 ամիս, ոչ 5 տարի։ Կամ ընդհակառակը պետք է դատել 5 տարի, ոչ թե 2 տարի 6 ամիս։ Այդ սա է որ բայց դու աչքերի մեջ նայելով հա կարող սխալվել դատավորը։ իսկ AI-ը չի կարող սխալվել։ Կարող է։ Ես նա ուղղակի այդ բանը չունի, որ աչքերի մեջ նայ, ասի լավ, իրան 3 ամիս 6։ Հենց էտա, որ արդեն հենց էտա բան չի նայում, ասենք, չգիտեմ, օրենքը նախատեսում է այսքան, բայց այս մարդը այնպեսի մի իրավիճակի մեջ է եղել, չէ՞, կա բանը արևմտահայերն ասում են ներբացուցիչ դեպք հանցանած։ Այսինքն ինչ որ մի բան, որ մարդու էմոցիոնալ դաշտի մեջ այդ ինֆորմացիան մտնի եւ դուրս գա ուրիշ զտված տարբերակով, ոչ թե ռոբոտը ուղիղ ասի, որ հոդված 15-ը նախատեսում է 75 տարի դատավճիռ։ Դու հիմա էմոցիոնալ դաշտի մեջ ես։ Ու լիքը սխալներ է տեղի ունենում, մարդկանց դատում են անում աստեղը, ճիշտ է, լիքը դատավորներ։ Սխալները անում են, միշտ էլ արել են։ Այո, Մարդը 20 տարի նստելուց հետո իրան տեսա ազատվել են, բայց էլի ինչ, արդեն 20 տարի նստել անսխալական ոչ մի բան աշխարհ, ոչ մի համակարգ անսխալական չի աշխատել։ Այնպես որ մի թեթև ավելին ասեմ ու իրոք հասկանում եմ եւ համաձայն եմ։ Զգացմունքային է եւ խիղճ է, որի մեջ զգացմունքային է, չէ՞, խիղճ է, եթե որևէ մի կուլտուրայի կամ մշակույթից հանես, այդ մշակույթը կամ այդ կուլտուրան ինձ մոտ կգնա դեպի վախճանը։ Մարդկային ֆակտորը, որ ասում են, դա է զգացմունքային։ Եվ արվեստի մեջ մարդը ինձ թվում ավելի է ջատագովում այդ հարցը, որտեղ զգացմունք ունեցողը կարող է սխալվել, բայց միշտ ինչ-որ ձևով բարոյականության հանգամանքներով ցուցկության դեպի գնայի, իսկ որ միայն համակարգիչը որոշումներ անի, արհեստական բանականության համար դրանք կարևոր չեն եւ վերջավորությունը ինչ է մարդկության, դա էլ իր համար կարևոր չի։ Այնպես որ ամբողջովին հետ համաձայն եմ, որ մարդկային այդ զգացմունքային խիղճը առանց խղճի civilization չի գոյատևել։ Մի հարց ունեմ սրա հետ կապված, Արսան։ Երկու հոգի, չէ՞։ Նույն մթերքը վերցնում են, նույն կերպ լվանում, նույն կերպ կտրատում, նույն չափի եփում, նույն չափի աղեն դնում, մեկինը համով է լինում, մեկինը չէ։ Չէ՞։ Մեկին դելիկը համով է։ Չես ես քեզ ասեմ։ Ես ինքս շեֆ խոհարար եմ եղել շատ երկար տարիներ, միշտ իմ ու ռեստորանը նույնիսկ միշտ իմ խոհարարների հետ, ովքեր այդպես չեն աշխատել, վիճել ենք, որ եթե դու միս ես սարքում, դու պետք է իմանաս, օրինակի համար 5 կիլո մսին գնում է 250 գրամ աղ, 250 գրամ պիպա։ Դու պետք է միշտ այդ 250 գրամով անես, որ համը մնա նույնը։ Այո,
որ քեզանից հետո ուրիշ վարար կա կամ դու այսօր լավ չես զարթնել, ասում ես բրով անում եմ, Դու մասսայական չես կարող հաշվել այդ բրով։ Դու մասսայական Անկամ արտադրության քշել են իմիջիալոց իր այդ խմորները դրած օրինակ կամ այդ որ բուրը լցնում է լրիվ տարբեր բան։ Դու մասսայական արտադրության մասին ես խոսում երբ ես ուրիշ բան ասում։ Նույնն է, մարդն Չէ, համաձայն չեմ, գիտես ինչի։ Որտեղ իսկապես նույն բանը անում են, մեկի մոտ համով է լինում, մեկի մոտ չէ։ Ես գիտեմ, որ ուղղակի տենց Մի ֆամատացում ես, չէ։ հաստատ։ Եթե երկուսով նույն բանը դնենք երը, նույն բաները լցնենք մեջը, անհնարինդ համը տարբեր լինի, որ ասում իրա ձեռը համով է։ Ձեռը չենք ուտում։ Ես ավելի Կարաս դու աղը շատ լցնես այդ բան, ես մի քիչ քիչ լցնեմ, ու բուրը փոքր լինի, տարբեր է, քանի մի քիչ շատ եղա, մի քիչ։ Բայց որ նույն բաները երկուսով sense դնենք անենք, նույն ձևի դուրս է։ Լավ Տոնի, հենց այս մասով մի հարց ունեմ։ Եթե գնում ենք Արսենի կանխորոշած ճանապարհը, ընդհանրապես մեզ կրթությունը մեր ինչին է պետք։ Երեխան կծնվի, խոսելը կսովորեցնեն, AI-ը կտանք ձեռքին, կասեն գնա։ Ոչ բժիշկ է պետք, ոչ ուսուցիչ է պետք։ Ինչ որ տեղը ցավում է, ու իրան գրի ինքը քեզ կասի։ Սա բան կործանման չեն գնում։ Վերջերս ուղեր, կարծեմ Հռոմի Պապը, Հռոմի Պապը համեմատել էր արհեստական բանականությունը բաբելոնյան այդ աշխարհակաշինության հետ։ Այսինքն ցած չեն գնում կործանման, մարդկային այս ցիվիլիզացիայի։ Չեմ ասում բոլորը մեռնեն, չգիտեմ ինչ լինի։ Այս ցիվիլիզացիայի կործանումը չի սա արդյոք։ Որպեսզի արդար վարվեմ Արսենի հետ, իր տեսանկյունն էլ հասկանում եմ ու հասկանում եմ իր մոտեցումը, նա ռեալ է ասում, ուզում ասի եկեք ձևական բաներ չասենք, եկեք ռեալ նայենք խնդիրին ու ռեալ տեսնենք թե ինչ է գալիս մեր առջև։ Ես նաև կհամեմատեմ այս տարբերակը, որ ինչպես է լինում, որ երեխան դառնում է որոշ տարիքի, դպրոց է գնում ու ինչ-որ գիտելիքներ է հավաքում, եւ մի բան է գալիս, որ իրան թվում է, որ ինքը իր ծնողից ավելի շատ բան գիտի, չէ՞։ Բայց այդ ծնողը թեկուզ ավելի դանդաղ է խոսում։ Կարող է ավելի միշտ բառապաշարը քիչ լինի։ Կարող է արագ կայծակնային ինչ-որ ինֆորմացիաներ չհայտնի։ Բայց ծնողը իր տարիքով, իր իմաստությունով ինչ-որ ուղղություն է։ Այդ ուղղությունը կարևոր է։ Եթե ուղղություն չեղա, իհարկե կործանում է առանց ուղղության, առանց նպատակի եւ հատկապես առանց զգացմունքի եւ բարոյականության։ Ու մենք պետք եկեք ամեն ինչ փակենք դրանք ու ինձ թվում է ուղղակի նոր մասնագիտություններ են գալիս, որոնք փոքրուց երեխաները պետք է սովորեն նոր մասնագիտություններ, ոնց որ եղել է մեր պապերը, հիմա որ տեսնեն մեր ստեղի երիտասարդների մասնագիտությունները, այն ժամանակ չի է, ոչ պրոգրամիստ է եղել, ոչ մի բան չի եղել, շատ մասնագիտություններ նոր են եկել, նենց էլ հիմա, օրինակ Չինաստանը սկսել է արդեն դպրոցներում, իրան հատուկ կասկածով բանով երեխեքը փոքր AI են սովորում իրան։ Այսինքն իրան շատ առաջ են գնալու, մենք մնանք հետ։ Մենք ասենք, հա, մեզի պետք չէ, ինչա մահանցու բանա, բայց մարդիկ գնում են առաջ, մենք գնում ենք։ Ես այդ միջնադարյան խաբարամիտ բաներին չեմ դառնում, Արսեն ջան, որ Ջորդանո Բրունոին վառում էին, որովհետեւ սրա մասին չի ես բացարձակ տեխնոլոգիական առաջընթացին դեմ չեմ, բայց հիմա մի հետաքրքիր պատմական օրինակ բերեմ, երբ որ շնության մեջ բռնվեց Մարիամ Մագդալենացի անունով մի աղջիկ սրանից 2000 տարի առաջ, ժամանակակից բանը, իրան ժամանակի AI-ը ասում էր, որ սրան պետք է տանել քարով սպանել, բայց մի հատ ուրիշ տղա եկավ Հիսուս անունով, ասաց, որ համբերեք ասաց, ուզես սպանելով չի լինի, այսինքն միշտ մարդկային խիղճը, բարոյականությունը Տոնի քո ասած շատ կարևոր բան ես ասում, ստեղծում է նոր մշակույթ, նոր արժեք, նոր երևույթներ, իսկ ինչը որ հստակ է որոշված է արդեն քարոզիկ, նեխում են այդ հասարակությունները, այդ ցիվիլիզացիաները նեխում են եւ գալիս են իրենց վաղճան։
մենք ունենք տեխնոլոգիա, գիտության եւ արվեստի երկու հսկա բևեռների բախում է այստեղ, որը հազարավոր տարիներ չի լուծվել եւ կարևորը նա է, որ խոսում ենք եւ փորձում ենք այդ ճանապարհները լավ նշмарենք, որ իմանանք ինչպես առաջ գնանք, թե մեր կյանքում, թե մեր երեխաներին, որը հաջորդ ծննդեն եւս ավելի մտահոգիչ է մեր համար, քան մեր համար, մեր կյանքը, որտեղ մեծ մասամբ քիչ թե շատ մենք գիտենք ինչպես ենք ապրելու ու ոնց ենք լինելու։ Ուղղակի վախենալու է, որ գիտես երեխա սովորի 5 տարի կամ 10 տարի հետո մասնագիտությունը կարող է վերանալ։ Այդ է։ Տոնի ամսի 2-ին փաստորեն վաղը ընտրությունը ավարտվում է, ժամը քանիսին է ավարտվում։ Ժամը 8-ին ինչքան գիտեմ, երեկոյան, Իսկ միջև վաղը դեռ կարող են քվեարկել մի քանի բառով զուտ տեխնիկական խնդրում եմ բացատրես մեր դիտողներին ոնց են անում, ոնց են գնում ու ոնց են կոնկրետ ընտրում քեզ։ Սիրով շատ լավ։ Կարճ ասեմ, նախ ուզում եմ ասել մեր համայնքին, մեր հայ ժողովրդին համայնքին, որ այդքան էլ բարդ process չի, ոնց որ սկզբից թվում է, նրանք ովքեր նախկինում չեն մասնակցել ընտրություններին։ Ոչինչ, որ մենք բնավորություն ենք, որ թողնում ենք վերջի պահին, օրինակ շատերը շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ են ծրարով ուղարկել իրենց քվեները, նույնիսկ մինչև վաղը, ով որ քաղաքացի է Միացյալ Նահանգների citizen եւ ով որ 18 տարեկանից բարձր է, այսինքն չափահաս, կարող է գնալ ընտրության կենտրոն, Glendale-ում տարբեր ընտրության կենտրոններ կան, կայք կա, որ կարող է տեսնել որտեղ են կենտրոնները, glendalevotes.org կայքն է, որտեղ նշված են, եւ կարող են գնալ եւ մասնակցեն ընտրություն, ինչպես գրանցվեն նա տեղում իրենց ID-ով, եւ լավ կլինի մի հատ էլ ինչ-որ վավերական, ինչ-որ bill կամ utilities, ինչ-որ որևէ ծառայության հաստատող այո, թուղթ ծրար նամակ լինի, որ ապացուցվի, որ բնակիչ են որևէ հասցեին, եւ տեղում գրանցվեն եւ ընտրություն անեն։ Իհարկե, այդ ընտրաթերթիկի վրա տարբեր անուններ կան, կաշխատեն անեն ինչ որ կարող են, ինչը որ ընդհանրապես տեղյակ չեն, կարող են անցնել մյուս աթոռին կամ մյուս պաշտոնը։ Այնպես որ քաջալերում եմ բոլոր ներառին ընտրություններին մասնակցենք, մեր ընտրության մասը, ուրեմն այսքան հայ ունենք, մանավանդ Glendale քաղաքում, ինչքան գիտեմ, ընդհանուր 28%-ն են հայ։ Պատկերացրեք ինչքան մեծ ավելի լավ ձևով կներկայացնենք, ինչքան ավելի մեզ կհարգեն, ինչքան մենք ավելի ուժ կունենանք, եթե մենք ավելի լիովին ընտրություններին մասնակցենք, եւ այդքան ժամանակ այդպես չի տևում։ Ես վստահ եմ, որ ուզենանք կարող ենք կես ժամ տրամադրենք եւ այդ կարևոր քաղաքացիական պարտականությունը անենք մեր համայնքի, մեր հայության համար։ Ես կարծում եմ մենք էլ մեր կողմից արսեն դիմենք մեր ուղղանկարման գնանք ընտրության, որովհետև իրոք կարևոր է, ես քաղաքապետի ընտրություններն եմ ասում այդ մեր ձայնը կարևոր է, որովհետև այսօր այդ ձայնով են հաշվի նստում մեր հետ, հայերի հետ։ Ձայնը քիչ է, ասում են քիչ ձայն է, կապ չունի դու 1 միլիոն ես այդտեղ ապրում, թե 5 միլիոն, բայց ընտրողների ձայնը քիչ է, քո հետ հաշվի չեն ասում։ Եվ Արսեն ջան, ուզում եմ նաև ասեմ, որ մեր քոլեջի եւ դպրոցական համակարգում Glendale-ում վերջերս հայերը շատ են նվազել եւ քիչ են, նույնիսկ չկան համար։ Եվ որսեն շարունակվի, հայ ներկայացուցիչներ չենք ունենում մեր դպրոցները, դպրոցները փակում են, դրա շնորհիվ բացվում հայանպաստ որոշումներ են։ Եվ այսօր կարծես քչանում են հայերը դպրոցական համակարգում, որը շատ կարևոր է, նույնիսկ այնքան, եթե ոչ ավելի, քան քաղաքապետարանը, որտեղ մենք խոսում ենք մեր երեխաների մասին։ Այսօր մեր համայնքում շատերը իրենց երեխային public դպրոցից հանում են, տանում են մասնավոր private դպրոց,
որպեսզի այդ խնդիրները, որ նա տեսնում են public դպրոցում, իրենց երեխային հեռու պահ, որպեսզի կարողանան իրենց երեխաներին ապահով ձևով կրթություն հաստատել։ Այնպես որ այս դպրոցի հարցը շատ կարևոր է մեր համայնքի, որտեղ մեր ապագայի, մեր երեխաների մասին է խոսքը։ Չենք ուզի իմանանք մեր երեխաները ինչպես են դաստիարակում, ինչ արժեքներով։ Վերջում մեր երեխաներն են, չէ՞, ժառանգող այդ արժեքների։ Այդպես։ Մի հատ էլ հարցնեմ ու վերջ։ Այո, LAUSD ոնց է լինում, ապրիլի 24-ին չեն աշխատում։ ասեմ մեր հայ Ահա։ նվիրյալ պաշտոնյաներին, մեր հայ համայնքի եւ իրար միասնական այդ ձայնի պատճառով միայն դրա ոչ մի օտար ազգ եւ ոչ մի օտար կազմակերպություն չի եկել ասել գիտեք հայ ջան եկեք ձեր համար այսպեսի մի բան մենք ենք արել մեր միասնական ուժերը Ոնց որ ձայնը կարևոր է։ Այո, մոտեցավ ավարտին մեր այսօրվա զրույցը։ Ես ուզում եմ ասել Տոնի շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիր մեզ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մաղթենք հաջողություն շնորհակալություն ընտրություններում։ Հաղթանակ։ Հա, հաղթանակ եւ ասենք ընտրվելուց հետո մի անգամ էլ կգաք։ մեծ սիրով ես շատ ես իմացա դու բանաստեղծ ես եւ շատ եմ ուզում այդ զրույցը այդ թեմայով Պոեզիայի մեծ սիրով Սիրո պոեզիայի ժամ։ Դե հաջողություն Շնորհակալություն։ եմ մաղթում։ Ասեն եթե ավելացնելու ինչ-որ բան ունես, ամեն ինչ ասացինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաղթանակ։ այո, Այո։ միայն։ Այո։ Շնորհակալություն։